Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Մեր եթերը շարունակում ենք տեսակապով, իմ հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Ես արդեն այսօր քննարկել եմ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Երևան, ձեզ հետ կցանկանայի քննարկել տիկին ֆոն դեր Լայենի այցը Բաքու։ Կարծում եմ սա ոչ պակաս կարևոր է նաև մեզ համար, հաշվի առնելով այն ընդհանուր տարածաշրջանային կոնտեքստը, որը ինչ խոսք ուներ, որքանով ես հասկանում եմ այս այցը։ Ձեր կարծիքով ո՞րն էր հիմնական նպատակը ֆոն դեր Լայենի Բաքուի այցի եւ ինչ ընդհանուր զուգահեռներ եւ աղերսներ կան այստեղ Երևան այցի հետ։ Ընդհանրապես կարծում եմ Եվրոպական միությունը փորձում է պահպանել հավասարակշիռ քաղաքականությունը տարածաշրջանում, հատկապես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ թերևս ֆոն դեր Լայենի այցը տարածաշրջանային որպես այց հենց այս համատեքստում է եւ մեծ հաշվով ուրեմն նախ Բաքու հետ Երևան այցերը իհարկե առանձին բովանդակություններով ըստ երկու օրակարգերի Եվրոպական միություն Երևան, Եվրոպական միություն Բաքու հարաբերությունների համատեքստում ուրեմն հաստատի Եվրոպական միության Բրյուսելի պաշտոնական, ինչպես արդեն նշեցի, հավասարակշռված քաղաքականության համատեքստում։ Իհարկե Հայաստան այցի բովանդակությունը էականորեն տարբերվում է Բաքու այցի բովանդակությունից եւ ինչպես արդեն նշեցի, սա ավելի շատ երկու օրակարգի տիրույթում է, այստեղ նախ Հայաստան Եվրոպական միություն հարաբերությունների տարբեր բովանդակային բաղադրիչներն են, այս պահին Հայաստանի համար եղած խնդիրները Եվրոպական միության աջակցության առաջ մղումն է եւ իհարկե արժեքային բաղադրիչը, որը շապազած կարևոր է Եվրոպական միության ուրեմն Եվրոպական միություն Հայաստան հարաբերությունների համատեքստում Հայաստանի մղումները, Հայաստանի ձգտումները Եվրոպական միության իրավական, քաղաքական եւ արժեքային համակարգերին մաքսիմալ մոտենալու տեսանկյունից, իսկ Բրյուսել-Բաքու հարաբերություններն հիմնականում երկու ուղղվածություն ունեն, դա քաղաքական եւ տնտեսական, որի առանձին բաղադրիչներից են նաեւ տնտեսական, լոգիստիկ եւ էներգետիկ ոլորտների համագործակցությունները եւ այդ քաղաքականի մաս է նաեւ կազմում եւ նաեւ իհարկե լոգիստիկի առանձին մաս է կազմում ընդհանրապես տարածաշրջանի Եվրոպական միության առաջնահերթությունները, որոնցից ամենակարևորը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի խթանումն է, աջակցելն է, որտեղ կոնֆլիկտի ամբողջական հանգուցալուծումը բխում է Եվրոպական միության շահերից եւ իհարկե լոգիստիկն է, որպես այդպեսին շատ կարևոր, որտեղ այս բանին կոնկրետ թրիկ նախագիծը նշանակալից ազդեցություն ունի եւ դերակատարում ինչպես առանձին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգման գործընթացում, այնպես էլ շատ ավելի լայն Եվրոպական միության եւ կենտրոնական Ասիայի միջև կապի ապահովման էլի գործընթացում։ Պարոն Պետրոսյան, եւ Բաքվում եւ Երևանում տիկին ֆոն դեր Լայենը խոսել է Global Gateway նախագծի մասին, 200 միլիոն եվրո գրանտ պատրաստվում է տրամադրել Հարավային Կովկասի երկրներին Եվրամիությունը եւ պոտենցիալը այդ ներդրումների պետք է որ հասնի մինչև 2 միլիարդ եվրո։ Համենայն դեպս, եթե մենք դատենք տիկին ֆոն դեր Լայենի հայտարարություններից, նշվում է, ադրբեջանական ԶԼՄ-ներն են նշում, որ այդ նախագծերի շրջանակներում կա մեկ հետաքրքիր նախագիծ, դա Ադրբեջան-Նախիջևան երկաթուղային
հաղորդակցությունն է, որքանով ես հասկանում եմ խոսքը գնում է թրիպի մասին։ Այսինքն մենք կարող ենք ենթադրել, որ Եվրամիությունը պատրաստվում է այդ նախագծում ունենալ մասնակցություն առաջին հերթին ֆինանսավորման տեսանկյունից։ Չի բացառվում եւ այդ հետաքրությունը եվրոպական միության բավական ժամանակ է նկատվել, մանավանդ որ թրիպ կարգավորումների վերաբերյալ առանձին դրույթներ ենթադրում եմ, որ կարող է եւ հնարավոր է երրորդ կողմերի մասնակցություն։ Ընդհանուր առմամբ կարծում եմ, քանի որ թրիպ նախագիծը ինքը բացի զուտ ենթակառուցվածքային նախագիծ լինելուց նաեւ քաղաքական կարևոր բաղադրիչ ունի տնտեսականից բացի, ինչպես արդեն նշեցի, ենթակառուցվածքայինից բացի, եւ այստեղ շատ կարևոր է, որ ընդհանրապես արևմտյան խաղացողները, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը փորձում են ինչպես միմյանց աջակցելով, այնպես էլ ուրեմն առանձին նաեւ այս նախագծում իրենց դերակատարմամբ փորձել մեծացնել իրենց քաղաքական ազդեցությունը, տնտեսական ներգրավվածությունը Հարավային Կովկասում եւ նաեւ այս նախագծի ընդհանրապես Հարավային Կովկասում իրենց քաղաքականության միջոցով նաեւ նպաստել Հարավային Կովկաս կենտրոնական Ասիա Եվրոպական միություն կապի ապահովմանը, այսինքն այս երկու հետխորհրդային տարածաշրջաններում, որտեղ Ռուսաստանի ազդեցություն կա, որտեղ Չինաստանի ազդեցություն կա, իրենց քաղաքական, տնտեսական ներկայությամբ եւ ուրեմն որոշակի շահերի համադրմամբ նախագծերի իրականացմամբ իրենց ներկայությունն ապահովել եւ մրցակցությանը միանալ տվյալ տարածաշրջաններում, որոնք պատմականորեն եղել են Ռուսաստանի իրենց, այսինքն արևմուտքի աշխարհաքաղաքական մրցակիցներ եւ Չինաստանի եւ Ռուսաստանի շահերի գործի տարածաշրջաններ լինելով, ինչու ոչ նաեւ որոշակիորեն Իրանի շահերի գործի եղած տարածաշրջաններում իրենց քաղաքական եւ տնտեսական ներկայությունն ապահովել։ Այսինքն կարծում որ եվրոպական միության մղումը սա է եւ որպես աջակցություն Միացյալ Նահանգներին եւ որպես առանձին նաեւ խաղացող եվրոպական միությունը բնականաբար փորձելու է այստեղ որոշակի ներգրավվածություն ունենալ, որքանով որ դա հնարավոր կլինի, բայց կարևորը որ իրենց մոտ կա նման նպատակ եւ նման ուրեմն քաղաքական օրակարգ։ Պարոն Պետրոսյան, շարունակելով ձեր կողմից առաջ քաշված տրամաբանությունը, կարող ենք նշել, որ այս պահին Եվրամիությունը առնվազն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչու ոչ, դիտարկում են Հարավային Կովկասը արդեն ոչ թե որպես նոր հակամարտությունների պոտենցիալ գոտի, այլ որպես հանգույց, ռազմավարական հանգույց, որը այս պահին տնտեսական քարտեզի վրա, եվրասիական տնտեսական քարտեզի վրա լուրջ փոփոխությունների հնարավորություն է տալիս եւ այստեղ կան ներդրումների հնարավորություն, ինչպես ասում է Տիկին ֆոն դեր Լայենը, Ամերիկայի Միացյալ Նահանգները ապահովում են այդ ամենում կայունացնողի դերակատարում իրենց միջազգային իմիջով եւ հնարավորություններով, բայց այս ամենի ֆոնին մենք կարող ենք նաեւ ֆիքսել եւ դուք էլ դա շատ լավ գիտեք, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգը այս պահին, եթե մենք համարենք որպես սկզբնակետ հաշվենք օգոստոսի 8-ը անցած տարվա, շուտով կլինի 1 տարի։ Իրականում դա շատ ավելի մեծ ժամկետ է, որտեղ օգոստոսի 8-ին չի սկսվել այդ գործընթացը։ Մենք ունենք երկու նվաճում, եթե կարելի է այդպես ասել, այդ հարաբերություններում։ Առաջինը դա այն է, որ ադրբեջանցիները չեն կրակում Հայաստանի վրա։ Եվ երկրորդը, որ Ադրբեջանը իր տարածքով տրանզիտ է ապահովում ապրանքների համար Ռուսաստանից եւ ինչ-որ ապրանքներ նաեւ ուղարկում է, որոնք մենք գնում ենք, այսինքն սկսել է միակողմանի առևտուր։ Ես կարող եմ սխալվել, խնդրում եմ ուղղեք, այլ նվաճումներ, ձեռքբերումներ այս հարաբերություններում այս պահին կան թե ոչ, եւ եթե չկան, ի՞նչն է պատճառը ըստ ձեզ։ Եթե այսպիսի համատեքստ կա, Եվրամիությունը շահագրգռված է, ԱՄՆ-ն շահագրգռված է, մենք շահագրգռված ենք, բոլորը շահագրգռված են, Ադրբեջանում էլ են ասում, որ շահագրգռված են։ Հիմա խնդիրը ինչու՞մ է, որ մեր նվաճումները այս գործընթացներում այսքան համեստ են։ Դուք մեկ կարևոր ուղղություն բաց թողեցիք, որի մասնակիցն ենք միացնել ես եւ դուք, քաղաքացիական ներկայացուցիչների միջև
ակտիվացիա շփումների, սա ևս կարևորություն Սա էլ է ձեր բերում դուք կարծում եք։ Որովհետև այս գործընթացն էլ ակտիվացել է հատկապես օգոստոսի 8-ից հետո։ Եվ այնուամենայնիվ որոշակի ազդեցություն ունենում է երկու կողմերի պաշտոնական քաղաքականության վրա եւ այնուամենայնիվ այս ուղղությունը եւս կարևորվում է նաեւ այլ դերակատարների կողմից, հետեւ եթե նկատել եք բարբերաբար տարբեր դերակատարներ երբ որ Թրամփի հայտարարությունը, հա, երևի։ Նաեւ Թրամփի հայտարարությունը, ես նաեւ մի քանի հայտարարել եմ ասել։ Նույն ալիվ ինքը իր հայտարարությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գնահատելու վերաբերյալ այս հարցը ևս հարցացնում է։ Բայց գնանք առաջ։ Եթե թվում էր թե այսինքն գոնե ինձ համար նման տպավորություն չի եղել, որ process-ը շատ արագ է գնում։ Բնականաբար այդպես չէ։ Այսինքն ես գոնե ինքնախապեյությամբ չեմ տարվել, ես հասկանում եմ, որ բավականաչափ բարդ process է ներառելու երկարատև, նյարդային եւ սրա համար այս process-ը կառավարելու համար առաջ չափազանցյան շատ մեծ ջանքեր եւ ամուր նյարդեր են պետք լինելու։ Ինչու եմ սա նշում, նախ որովհետեւ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը բավականաչափ խորը արմատներ է թողել երկու պետությունների, երկու հասարակությունների պատմական, հոգեբանական, արժեքային ընկալումներում եւ մյուս կողմից բնականաբար ես միշտ հաշվի եմ առնում մեր հարևան թուրք ժողովուրդների որոշակի առանձնահատկությունները, ինքս տարածաշրջանի հարցերով մասնագետներով եւ շատ լավ ճանաչելով ուրեմն թուրք ժողովուրդների եւ թուրքական պետությունների քաղաքականությունների նրբությունները։ Այնպես որ որքան բարդ եղավ հակամարտային փուլը մեզ համար, այսինքն շատ ծանր գին արժեցավ, խաղաղությունը կարծում եմ, որ նույնքան ծանր եւ տևական այսպես ճանապարհ է անցնելու եւ Հայաստանի հայկական կողմը մեր պետությունը, մեր հասարակությունը պետք է առնվազն պատրաստ լինի դրան, այսինքն պատրանքներով չապրենք էլի, սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ որքան էլ արտաքին դերակատարները, որոնք համախոհ են մեզ, մեր քաղաքական օրակարգերին, եւ փորձում են աջակցել, մենք ինքներս տեսնում ենք, թե որքան շոշափել են նրանց աջակցությունները։ Մենակ նույն Եվրոպական միության ձեր իսկ վերած օրինակը նշեմ, հա, տարբեր քաղաքական հայտարարություններ, ֆինանսական խոստումներ եւ մի գործընթաց, որ ընդհանրապես ներկայում քաղաքական եւ քարոզչական մակարդակում է եւ ճունի շոշափելի, փաստացի չափելի ուրեմն այսպես գործոնների մեջ։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Այդպես որ պետք է զինվել համբերությամբ եւ սպասել, որ այնուամենայնիվ process-ը կընթանա։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ ել եմ ասում, հա, օբյեկտիվորեն գնահատվի իրավիճակը, չլինեն պատրանքներ, եւ ամենակարևորը, որպեսզի process-ը տևական առումով լինի կառավարելի, առանց շատ մեծ եւ ուրեմն ոչ հիմնավոր ակնկալիքների։ Ընդ որում թե Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ եւ թե Հայաստան-Թուրքիա ուղղությամբ, որոնք սերտորեն փոխկապակցված են մեկը մյուսի հետ։ Պարոն Պետրոսյան, ես փորձեմ այլ ավելի առարկայացնեմ հարցս, որտեվ կարծում եմ դա շատ կարևոր է։ Ինչ է տեղի ունենում այսօր գլոբալ տարածաշրջանում Եվրասիայում, չէ՞։ Ռուսաստանի Ուկրաինայի վրա հարձակումից հետո հյուսիսային ճանապարհը փաստացի փակվել է։ Հարավային ճանապարհը դեռ հասկանալի չէ գործելու է, թե չի գործելու, հաշվի առնելով Իրան-ԱՄՆ հակասությունները եւ այդ բանակցային գործընթացը, որը դուք եք նշել, ես էլ եմ նշել, դեռ բարձ չի ինչով է ավարտվելու եւ երբ է ավարտվելու։
Հիմա այս բոլոր փոփոխությունները, որը կան այս պահին Եվրասիական մայրցամաքում, բերում են կոնֆիգուրացիայի փոփոխության, այսինքն կոմունիկացիոն նախագծերը, կոմունիկացիոն ուղղությունները փոփոխվում են։ Եվ Հարավային Կովկասը հերթական անգամ հայտնվել է այդ ամենի կենտրոնում։ Մենք շատ ենք ասում, որ աշխարհագրությունը փոխել անհնար է, նկատի ունենալով, որ մեր հարևանները լավը չեն, մենք իրենց հետ խնդիրներ ունենք եւ այլն եւ այլն եւ այլն։ Ռուսները դա անվանում են այլ կերպ, կուդավը от нас тянетесь։ Հիմա այս նույն աշխարհագրությունը տալիս է մեզ շատ լավ հնարավորություն մեզ հայերին, ադրբեջանցիներին եւ վրացիներին բերել մի ընդհանուր հայտարարի այս բոլոր հակասությունները, օգտվել այս ամենից եւ աշխարհագրությունը դարձնել ոչ թե հակասությունների, խնդիրների, կոնֆլիկտերի եւ սպանությունների, այլ գործակցության, խաղաղության եւ ընդհանուր շահերի ուղղույց սպասարկող մի գործիքակազմ։ Ինչն է հիմա մեզ խանգարում գնալ այդ ճանապարհով։ Այսինքն Ադրբեջանը ինչ է ուզում մեզանից, որ մենք չենք տալիս, ինչ ենք մենք ուզում Ադրբեջանից, որ Ադրբեջանը մեզ չի տալիս, որը թույլ չի տալիս, որ այս բոլոր համընկումը շահերի մեր տարածաշրջանի մասով, որի հիմքում բացառապես ընկած է կոմունիկացիաները, մենք չենք կարող սա օգտագործել։ Սրանից բարենպաստ պայմաններ ենք ուզում։ Ես հաճելիորեն ճպտում եմ, որովհետև շատ լավ հարց եք տալիս։ Ինչու է ձեր հարցը կարևոր, որովհետև որպեսզի ձեր հարցին պատասխանենք, մենք պետք է վեր կանգնենք այս ամբողջ խնդրի քարոզչական մակարդակից։ Որովհետև ես նշեցի նաև ձեր նախորդ հարցի հետ կապված, մենք մեծ հաշվով ունենք ընդամենը քաղաքական եւ քարոզչական օրակարգ։ Լավ, մի քիչ էլ իրավական հաշվի առնելով թրիպի ուրեմն վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրվել է, եւ օգոստոսի 8-ի ուրեմն հռչակագրը։ Այսինքն ունենք փաստաթղթեր, որոնք գործում են մասնակի, եթե անգամ գործում են այնքանով, որոնց ընդամենը հղում են անում, առանց դրանք կիրառելու, կամ process, որին հղում են անում առանց դա կոնկրետ ուրեմն իրականացնելու։ Եթե այս ամբողջը դնում ենք մի կողմ եւ գետնի վրա ենք դիտարկում, այսինքն հանում ենք այս ամբողջ խնդրի քարոզչական բաղադրիչը եւ նայում ենք գետնի վրա, մենք տեսնում ենք, որ կա ընդամենը process, ոչ քաղաքական process ընդ որում, ոչ առարկայական շոշափելի ուրեմն գետնի վրա հիմքերի, բայց մի process, որը անգամ process լինելով կարողանա որոշակի հարցեր կարգավորել։ Մենք դա ունենք ըստ էության, դրանից ավելին չունենք եւ չենք էլ կարող ունենալ։ Ինչու չենք կարող ունենալ, որովհետեւ մեծ հաշվով այս process-ի առարկայացման արդեն հետագա ընթացքը պահանջում է կոնկրետ պայմանավորվածությունների կողմերից, որը չափազանց կարևոր է այդ պայմանավորվածությունները եւ դրանց հետ կապված ընդհանուր գործընթացը գետնի վրա իրականացնելուց առաջ ստանալ եւ հետո միայն դրանից հետո ունենալ։ Ինչ ասել կուզեմ, ամեն քիչ բացեմ ավելի փակագծերը։ Երբ որ դուք ասում եք, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ուրեմն լոգիստիկ տարբեր խնդիրներ են առաջացել, դրանք առաջացել են, այսինքն այս արևելք-արևմուտք հյուսիսային ճանապարհը չի աշխատում։ Թուրքական կողմը անընդհատ նշում էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հատկապես այս ուղղությամբ շատ լայն քարոզչական արշավ են իրականացնում, որ միջանցքը դա շատ կարևոր ենթակառուցվածք է, որ պետք է գործի եւ ընդ որում այո, որոշակի առումով այս միջանցքի հյուսիսային ուղղությունը, այսինքն Վրաստանով ուրեմն կապուղին ինքը գրեթե կրկնակի իր ցավալներն ավելացրել է ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Բայց հիմնական կապուղին արևելքի եւ արևմուտքի միջեւ շարունակում մնալ ծովային ճանապարհը, չնայած որ
երբեմն օրինակ մերձարարքում տարբեր հակամարտություններ, դա կլիներ Իրան Միացյալ Նահանգներ հակամարտությունը, դա կլիներ Իսրայել-Իրան կամ Իսրայել-Եմենական հութիներ այս հակամարտությունը, երբեմն դրանք խոչընդոտներ առաջացնում են, բայց մեծ հաշվով այդ կապովին այդ ճանապարհը շարունակում է ապահովել բեռնափոխադրումների հիմնական ծավալը եւ շարունակելու է, սա շատ կարեւոր է։ Այն ինչի մասին մենք խոսում ենք կոնկրետ ընդհանրենք նույն թրիպի մասին կամ ադրբեջանցիները եթե իրենց մասին են ասում թուրքերի հետ Զանգեզուրի միջանցքի մասին, որը միջանցքի հետ եւ թրիպի հետ դառնալու է մեկ այլ առանձին ուղղություն, հա։ Տեսեք, սա հիպոթետիկ մակարդակում է, եթե անգամ այսօր սկսեն բոլոր այդ անհրաժեշտ աշխատանքները իրականացնել, դրա գործարկման համար որևէ մեկը չի թաքցնում, որ առնվազն 4-5 տարի ժամանակ է պետք լինել։ Իսկ այդ 4-5 տարիների ընթացքում բազմաթիվ գործոններ կարող են փոխվել, բազմաթիվ հավասարումներ կարող են փոխվել, նույն ռուս-ուկրաինական պատերազմը կարող է հանգուցալուծվել, հյուսիսային ճանապարհը արևելք-արևմուտք կապուղին կարող է կրկին վերականգնել եւ գործել առնվազն որոշ նախկին ծավալներով, բայց գոնե մի որոշակի ծավալների վրա տանել։ Հետաբար տեսեք, մենք այս պահին այդ քարոզչական կողմը որ գնում ենք մի կողմ, որի վրա անցյալ առնվազն 3-4 տարիների ընթացքում բոլոր արտաքին դերակատարներ եւ տարածաշրջանային դերակատարներ ջանքեր չեն խնայել, նույն Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացնում թե որքան կարեւոր է, որքան մեծ նշանակություն կարող է ունենալ եւ որքան մեծ ներուժ ունի այդ ճանապարհը, եթե ապաշրջապատվի, այսինքն դրանով մեծացել են այդ ճանապարհի արժեքի նշանակությունը եւ բնականաբար դրան գումարած հատկապես արևմտյան դերակատարներ, որոնք եւս այդ մասին սկսել են խոսել առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում, հա։ Հիմա խոսելով, բայց պետք է դա իրականացվի, ինչպես պետք է իրականացվի թրիպ նախագծի միջոցով։ Իսկ ինչու դա չի իրականացվում կամ ինչու է անդադ ձգձգվում, դրա համար կան բազմաթիվ բացատրություններ։ Առաջինը բնականաբար օբյեկտիվ խնդիրը այն է, որ մինչև գործընթացը սկսելը պետք է իրավական կարգավորումները վերջնականապես համաձայնեցվեն։ Երկրորդ օբյեկտիվ խնդիրը տարածաշրջանային իրավիճակն է, որը դեռևս ամբողջովին չի հանգուցալուծվել, եւ երրորդ օբյեկտիվ խնդիրը այն երրորդ կողմերի հնարավոր միջամտություններն են, որոնք կարող են խոչընդոտել այս նախագծի իրականացմանը։ Խոսքը գնում է Ռուսաստանի մասին, խոսքը գնում է Իրանի մասին եւ ինչու ոչ նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք կարող են կամ որոնց շահերը կարող են չհամընկնել թրիպի առանձին դետալների հետ կապված։ Ներկայում մենք գտնվում ենք այս փուլում եւ եթե կարողանանք այս փուլները հաղթահարել, այդ ժամանակ նախագիծը կսկսվի առնվազն գետնի վրա իրականացնել։ Իսկ իրականացվելուց հետո միայն արդեն պայմանավորված աշխարհաքաղաքական իրողություններով, տարածաշրջանային իրողություններով նոր չափելի կլինի, թե որքան իրականում որքան կարևորություն եւ որքան տնտեսական արժեք ինքնուրույնից կներկայացնի։ Դրա քաղաքական նշանակությունը անհամեմատ ավելի բարձր է, քան եւ ավելի չափելի է, քան տնտեսական նշանակությունը, որի վերաբերյալ չափումները բացառապես այս բանին քարոզչական մակարդակների նախկինում այդպեսին։ Հասկանալի է ձեր մոտեցումը, պարոն Պետրոսյան, բայց ես նաև կուզեի ավելացնել մեր զրույցի վերջում, որ կա նաև 4-րդ գործոնը, որը երևի թե առնվազն այն գործոններից է, որը միավորում է մեզ հայերին եւ ադրբեջանցիներին, մենք շատ լավ փող ենք հաշվում։ Եվ ես կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ պետք է այդ գործոնը բերել առաջին պլան եւ փորձել այդ փողերը հաշվել, այն փողերը, որոնք կան, այն պոտենցիալ փողերը, որոնք կարող են ներգրավել այս նախագծերի շուրջ։ Եվ միգուցե այս դեպքում այդ բոլոր խնդիրները, որը դուք միանշանակ իրավացիորեն նշեցիք, կարող են մղվել երկրորդ կամ նույնիսկ երրորդ պլան։ Շնորհակալություն ձեզ։ Ես մեկ կարճ մեկնաբանություն եմ ասում։ Փողերը հաշվելը ճիշտ եք ասում, երկու ժողովուրդներն էլ, երկու պետություններն էլ սիրում են դա անել, բայց չմոռանանք, որ էլի հաշվի առնելով թե ինչպեսի հարևաններ ունենք,
իրենց համար շատ կարևոր խնդիր է, որպեսզի այդ փողային հաշվարկներում Հայաստանը հնարավորինս քիչ բաժին է կրել։ Հայաստանը այս բոլոր նախագծից հնարավորինս Դա հասկանալի է։ Դա հասկանալի է, իհարկե, դա միշտ Եվ նաև հենց սրանով է պայմանավորված, որ դրա համար նշեց, որ կարող են լինել առանձին դետալներ, որոնք անգամ Թուրքիա եւ Ադրբեջանի շահերին չհամապատասխանեն։ Դա համար ես որպես գործոն առանձին առանձնացրել եմ։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան։ Շնորհակալություն։ Իմ հյուրն էր, որը միացել էր մեզ տեսակապով, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, ձեզ հետ էին մանրամասները, կհանդիպենք։